Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել աշխատանքային օրենսգրքային փոփոխությունները, համաձայն որի 2026 թվականից սկսած բոլոր պայմանագրերը պետք է կնքվեն էլեկտրոնային թվային համակարգով, էլեկտրոնային ստորագրությամբ։ Գործատուները կընդունեն աշխատողներ, ապա պետք է պայմանագիրի սկզբանե ձևավորեն հարթակում, որը կլինի ինքնաշխատ եղանակով նաև հնարավորությամբ, որ փոխանցվի աշխատողին, որը եւս պետք է ծանոթանա պայմանագրի օրինակին եւ ստորագրի։ Հնարավորություն կտա, որ աշխատողը ունենա իր աշխատանքային պայմանագիրը հենց իրենց հարաբերությունները ծագի, այլ ոչ ինչպես շատ դեպքերում է լինում, շատ ժամանակ հետո կամ անգամ լինում են իրավիճակներ, երբ որ աշխատողը այդպես իր պայմանագրի օրինակը չի ունենում, իսկ այս համակարգի պարագայում արդեն դառնում է դա պարտադիր պայման, որովհետև եթե չլինի աշխատանքային պայմանագիրը հարթակում ստեղծված, գործատուն չի կարողանա անգամ հետագայում աշխատողի գրանցման հայտը տալ, որը բնականաբար արդեն կառաջացնի խնդիրներ։ Իդեպ նաև պետք է նշեմ, որ ոչ միայն համակարգի միջոցով է կնքվելու պայմանագրերը 26 թվականի հունվարի 1-ից սկսած, այլ նաև մենք 1 տարի ժամանակ ենք տալու մեր բոլոր գործատուներին, որ արդեն իսկ ընդունված աշխատողների պայմանագրերը, որոնք կնքվել են թղթային տարբերակով կամ ոչ էլեկտրոնային թվային համակարգ հարթակի միջոցով, եւս տեղափոխվեն այս հարթակ։ Այնպես որ մինչև 2026 թվականի տարեվերջ բոլոր պայմանագրերը աշխատանքային կլինեն նոր ընդունվողների, թե արդեն իսկ ընդունված աշխատողների լինեն միասնական պորտալում։ Համակարգից օգտվելու համար բոլոր աշխատողները պետք է ունենան էլեկտրոնային եղանակով ստորագրության հնարավորություն, քանզի դա պարտադիր պայման է համակարգի մեջ պայմանագիր ստորագրելու համար։ Ստորագրության համար նախատեսված է երկու տարբերակ, կամ լինելու է mobile ID կամ ID, այսինքն այս երկու հնարավորությունն են ընձեռված համակարգում պայմանագրերը ստորագրելու համար։ Մեր բոլոր այն քաղաքացիները, ովքեր օրինակ եկամուտների հայտարարումը արդեն իսկ իրականացրել են 25 թվականին, ստացվում է, որ իրենք ունեն էլեկտրոնային ստորագրություն եւ իրենց պարագայում որևիցե հավելյալ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չկա։ Իսկ մեր այն քաղաքացիները, ովքեր դեռ չունեն էլեկտրոնային ստորագրություն, նախատեսված է, ինչպես նշեցի, 1 տարի ժամանակ այդ հնարավորությունը իրենք եւս որպեսզի ունենան։ Նաեւ նշեմ, որ համակարգը այո պարտադիր է դարձել այս տարվանից, բայց 25 թվականից սկսած ինքը նաև կամավորության սկզբունքով էր տալիս հնարավորություն, որ կնքվեր աշխատանքային պայմանագրերը նշածս հարթակի միջոցով, եւ պետք է նաև այս մասով ասեմ, որ բավականին թվով քաղաքացիներ, գործատուներ եւ աշխատողներ նկատի ունեմ, այս հարթակի միջոցով արդեն իսկ կնքել են պայմանագրեր, համակարգը նորմալ գործում է եւ հնարավորություն է տալիս ձևավորել աշխատանքային հարաբերությունները ի սկզբանե հենց էլեկտրոնային թվային համակարգի միջոցով։ Ինչպես նաև նշեցի, մեր բոլոր քաղաքացիները, նկատի ունեմ մեր բոլոր աշխատողները, իրենց բոլոր պայմանները պետք է այս տարվա մինչև ավարտ տեսնեն էլեկտրոնային թվային հարթակում, ինչի համար ինչ է անհրաժեշտ իրականացնել, նախ գործատուն պետք է այդ պայմանագրերը տեղափոխի համակարգ, որի համար մուտք է գործելու file online tax service.am եւ այնտեղ կլինեն համապատասխան դաշտեր, որոնք ինքը կլրացնի, մասնավորապես լրացնելուց նաեւ կօգտվի գրանցման հայտում առկա տեղեկատվությունից, որը ինքնաշխատ եղանակով կտեղափոխվի պայմանագրի դաշտեր եւ գործատուին կմնա միայն տեսնելու թե որ դաշտերը չեն տեղափոխվել գրանցման հայտից եւ ինքն այդ դաշտերը կլրացնի, գործատուի կողմից դաշտերը լրացնելուց հետո կփոխանցի այդ տեղեկատվությունը արդեն աշխատողին, աշխատողը ծանոթանալու համար իր պայմանագրին պետք է մուտք գործի self portal եւ այնտեղից իդենտիֆիկացվի եւ կտեսնի իր պայմանագիրը, որից հետո արդեն իր էլեկտրոնային ստորագրությունը դնելով կհավաստի, որ ինքը ծանոթացել է իր պայմանագրին։ Ուզում եմ նշեմ, որ այս պարագայում աշխատողը չի համարվում նոր ընդունվող եւ իր ստորագրությունը դնելով չի դառնում, որ աշխատանքային հարաբերությունները նոր են ծագել, այլ ընդհանրապես դրանով փաստվում է, որ ինքը ծանոթացավ պայմանագրին նաև հարթակում, որը որ կարող է տարիներ առաջ են կնքված եղել եւ ընդհանրապես այդ տեղեկատվությունն է փոխանցվում։ Ընդունված աշխատողների պարագայում պետք է նորից ֆիքսենք, որ սա չի համարվում աշխատանքի ընդունում, այլ համարվում է արդեն իսկ ընդունված գործող պայմանագրի տեղափոխում հարթակ։ Իսկ նոր ընդունվողների պարագայում արդեն այո ստացվում է, որ ի սկզբանե հարաբերություններ են ձևավորվում եւ այդ հարաբերությունները ձևավորվում են հարթակի միջոցով։ Համակարգի ներդրումը բավականին կարևոր է, որովհետև մենք միանգամից մի քանի խնդիր ենք լուծում այս համակարգի ներդրմամբ։ Նախ տալիս ենք հնարավորություն, որ եւ մեր գործատուները եւ աշխատողները աշխատեն օրենքի դաշտում, հետեւ ունենան աշխատանքային պայմանագրի օրինակելի ձև, պայմանագիր կնքելուց հնարավորինս քիչ բացթողումներ ունենան, որովհետև շատ դեպքերում
նաև օրենսդրության չիմացության պատճառով են խնդիրները լինում, իսկ այս համակարգը պարտադիր դաշտեր ունի եւ մեր գործատուները դաշտերը պետք է լրացնեն, հետեւաբար լրացնելու պարագայում ստացվում է, որ սխալ թույլ տալու հավանականությունը բավականին նվազում է։ Նաև ինքը վերահսկողական տեսանկյունից է լինելու արդյունավետ գործիք, որովհետև, ինչպես ասում են, հետին ամսաթվով այլևս հնարավոր չի լինելու փաստաթղթեր ստեղծել, ինչը որոշ դեպքերում հենց աշխատողների իրավունքների ոտնահարման մասին է խոսում, եւ այս խնդիրը եւս կլուծվի, եւ ընդհանուր առմամբ նաեւ աշխատողների մասով էլ եթե դիտարկեն, կլինի, որ իրենք իրենց պայմանագիրը կունենան ի սկզբանե կծանոթանան աշխատանքային պայմանագրով նախատեսված իրենց իրավունքներին, պարտականություններին, գործառույթներին, բնականաբար վարձատրությանը եւ աշխատանքային ռեժիմին, ամենամյա արձակուրդի տևողության օրերին, սրանք շատ կարևոր դրույթներ են, որոնք շատ դեպքերում մեր աշխատողները ուղղակի չեն իմանում, որովհետեւ չեն տեսնում իրենց պայմանագիրը, իրենց օրինակը իրենց չի փոխանցվում եւ շատ դեպքերում նաեւ այդ պատճառով իրենք չեն կարողանում հետագայում իրենց իրավունքները պաշտպանել, որովհետեւ չգիտեն անգամ ինչ իրավունքներ ունեն, հետեւաբար նաեւ որն է այդ իրավունքներից խախտվել, որի համար իրենք կարող են դիմել պատկան մարմիններին վիճարկելու իրենց խախտում օրենքի օրենսդրության։